Ես Սոնան եմ, Team Memories բրենդի հիմնադիրը։ Team Memories-ը արտադրում է խոտաբույսային թեյեր, որոնք համակցված են տարբեր տեսակի չորացված մրգերի հետ։ Ավարտել եմ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետը, այնուհետև շարունակել եմ կրթությունս կառավարման ակադեմիայում, ավարտելով հանրային կառավարման ֆակուլտետը և միայն տարիներ հետո երևի գտել եմ իմ իսկական մասնագիտությունը՝ թեյագործությունը։ Memories-ը ծնվել է 20 թվականի վերջում, բայց գաղափարը ծագել է 19 թվականին, պանդեմիայի ժամանակ, երբ բոլորս տանն էինք և ունեինք շատ ժամանակ մտածելու։ Թեյը ինքնին ինձ համար հուշերի մեծ դարան է և հենց այնպես չի ընտրված թեյի անվանումը Memories, թարգմանաբար հիշողություններ։ Թեյը կապված է իմ մանկության հետ, տատիկիս հետ, թեյի յուրաքանչյուր բաժակ ինձ տանում է իմ մայրական տատիկի տուն, այդ մտքերից ելնելով փորձեցի թեյը սարքել յուրահատուկ, այսինքն ոչ ստանդարտ ձևով, ինչպես սովոր ենք տեսնել խանութներում։ Թեյը պատրաստվում է մեր տեղական խոտաբույսերից, համադրելով տարբեր տեսակի չորացրած մրգերի ու հատապտուղների հետ, նաև որոշ չափով համեմունքների հետ։ Ինքնին բրենդը դա էմոցիա է և ապրանքը պետք է փոխանցի այդ էմոցիան այն մարդուն, ով որ խմում է։ Եվ ցանկացած թեյի փունջ պատրաստելիս ես արել եմ այնպես, որ այդ փնջի բաղադրիչները լինեն ասոցիատիվ ինչ-որ երևույթների հետ։ Այս պահին մենք ունենք 6 հեղինակային փունջ։ Ունենք փունջ, որին անվանել ենք Սուրբ Ծննդյան հիշողություններ, Christmas Memories։ Իր մեջ զետեղվել է դարչինը, չորացրած նարինջը և անանուխը։ Կարծում եմ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ դարչինի բույրը, նարինջը ասոցացվում են Ամանորի Սուրբ Ծնունդի հետ։ Ունենք թեյափունջ հայաստանյան հիշողություններ, Armenian Memories։ Դրա մեջ ես ներառել եմ անանուխը և ուրցը, որովհետև կարծում եմ մեր բոլորիս տներում խոհանոցի մի անկյունում պահված են ինչ-որ տարաներով, ուրցը և անանուխը։ Ունենք ամառային փունջ, Summer Vibes է կոչվում, դրա մեջ ներառված է ելակ, ազնվամորու տերևներ, դա հենց այսպես ասած ամառային համերն են, որ կարող են լինել։ Ամենաառաջին ու գլխավոր կետը ինձ համար դա բարձր որակն է։ Ինչի է դա ինձ համար կարևոր, որովհետև ես սրտիս խորքում համոզված եմ, որ օրերից մի օր Memories-ը շատ փոքրիկ, բայց կարող է դառնալ Հայաստանի այցեքարտը, այսինքն ինչ-որ մեկը դնելով այն բաժակի մեջ, կարող է դիմացինին հրամցնելով ասել, ոնց որ տես սա մեր Հայաստանի բույրն է մի բաժակի մեջ։ Երկրորդ շատ կարևոր իմ համար գործոնը դա թեյի ամբողջությամբ բնական լինելն է։ Ինձ համար բնականությունը կապն է մեր հայրենի բնության հետ։ Նրան յուրահատուկ է դարձնում այն, որ ձեռագործ է։ Ձեռագործությունը նման է հոգատարության։ Եթե մի քիչ ալեգորիայով նայենք, մեր տատիկները, մամաները եղել է, որ մեզ համար ձեռագործ գլխարկ են գործել, ձեռնոց եւ այլն, որպեսզի մենք չմրսենք։ Դա իրենց հոգատարությունը արտահայտելու ձևն է եղել մեր հանդեպ եւ երբ որ մենք թեյի փաթեթիկը փաթեթավորում ենք, մենք ոչ թե թեյ ենք փաթեթավորում, այլ մի փաթեթ ջերմություն ու հոգատարություն ենք փաթեթավորում, որ փոխանցենք դիմացինին։ Եվ ամենակարևոր սյունը ոգեշնչումը հայրենիքից, Հայաստանից։ Ես միշտ ասում եմ, որ Memories-ը ուղղակի թեյ չէ, դա մի կտոր Հայաստանն է, յուրաքանչյուրի բաժակում, ով խմում է այդ թեյը։ Այն, ինչով ես հիմա զբաղվում եմ, սկսել եմ շատ փոքր արտադրությունից, որը ես չեմ ամաչում ասել, որ եղել է տնային արտադրություն եւ շատ շուտ զարգացել է, առաջ է գնացել եւ ես երբեք չեմ ցանկացել գնալ Հայաստանից դուրս ու երբեք չեմ մտածել, որ գործ չկա, իրականում գործը միշտ կարելի է ստեղծել եւ կարծում եմ, որ Memories-ը հենց դրա օրինակն է, որովհետեւ ես ինքս չէի աշխատում, բայց այսպես ասած աշխատանքը բերեցի իմ մոտ։